Մեր հաղորդաշարի մասնակիցներին միավորում է սերը Հայաստանի հանդեպ, այստեղ հանգստություն գտնելն ու հենց այստեղ ապրելու ցանկությունը։ Կարեն Ամիր Լատիֆին իրանցի է, ծնվել եւ մեծացել է Թեհրանում, գրեթե 1 տասնամյակ է ապրում է Երևանում։ Այստեղ հայերեն է սովորել, բարձրագույն կրթություն ստացել, որպես խմբավար ու դիրիժոր է կայացել։ Իրանցի երաժիշտն այսօր իր տեղն ու ընդգծված ձեռագիրն ունի հայկական երաժշտության ասպարեզում։ Կարեն Ամիր Լատիֆի 2018 թվականին նա ընդունվեց Երևանի պետական կոնսերվատորիա, սկսեց նախապատրաստական կուրսից, քանի որ հայերենին չէր տիրապետում։ Չնայած դժվարություններին նա բուհն ավարտեց գերազանց։ Կոնսերվատորիայում պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանում սովորելը ճակատագրական է համարում։ Սովորելուն զուգահեռ մաեստրո Հեքեքյանի հրավերով աշխատանքի անցավ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես ավագ երգչախմբի ղեկավար։ Դե ես ծնվել եմ Թեհրան, հայրս Գորգանից է եղել, քաղաք Գորգան, եւ մայրս քաղաք Քերմանից է եղել։ Նրանք հանդիպել են Թեհրանում եւ ամուսնացել են ու մնացած է։ Արդեն ես այնտեղ եմ ապրել, մեծացել։ Հայրս եղել է դեղագործ եւ մայրս բնապահպան։ Իմ հորընկերներից մեկը Խաշոյ Ռոստովարը Ամերիկայից եկավ Թեհրան եւ ինքը տաշնակահար էր հայտնի։ Եվ իր շնորհիվ ես ոնց որ նորից սկսեցի ես երաժշտությունը սիրել։ Տարիներ անցավ, Վիեննայից պատահական եկել էին Թեհրանում եւ Ռիչարդ Վագներ կոնսերվատորիայի համար քննություններ են այնտեղ տնում եւ ինձ ասացին դե մի հատ գնա փորձի։ Ես լավ նսեցի օրուգիշեր պարապեցի եւ ընդունեցին ինձ։ Ու այն օրվանից լրիվ իմ ճակատագիրը կարելի է ասած որ փոխվեց։ Ես պատրաստվում էի որ գնայի Վիեննա, որովհետեւ ինչ որ հարցերով չկարողացանք լուծենք, ինչ որ խնդիրներ կային։ Եվ որոշեցինք որ ես կամ մի տարի Հայաստան մնամ, այդ խնդիրները լուծեմ, նոր այստեղից գնամ Վիեննա։ Եվ այս ընթացքում ես որոշեցի կամ Հայաստան եւ այստեղ շատ կարևոր անձ կա իմ կյանքում բարոն Համիդ Ասկարին կամ դոկտոր Համիդ Ասկարին, որը Հայաստանում շատ հայտնի է եղել, սովորել է որպես խմբավար, դիրիժոր, մուզիկոլոգ, կոմպոզիտոր եւ իր շնորհիվ ես կարողացա կամ Հայաստան, ինքը ինձ ծանոթացրեց իմ շատ սիրելի մայստրո Հեքեքյանի հետ եւ այս ընթացքում իմ կյանքում ինքը միշտ եղել է եւ միշտ փորձել է ինձ օգնի որպես համ երաժիշտ, համ ես իրան ասում եմ հորեղբայր։ Եվ արդեն եկա Հայաստան, եկա մայստրոյի մոտ, Հեքեքյանի մոտ, մայստրո Հեքեքյանի մոտ եւ մի տարի ես տաշնամուր պարապեցի Մարինա Մարկարյանի մոտ, Աննա Հարությունյանի մոտ թեորետիկայի դասեր ստացա։ Մայստրո Հեքեքյանի մոտ ընդունվել որպես ուսանողը շատ դժվար է։ Ինքը ամեն մեկին չի ընդունում եւ մի տարի ինքը ինձ հերվից նայում էր որ արժանի եմ լինելու թե չէ եւ այն օրը որ ինքը ասաց կվերցնեմ քեզ դա պատմական օր է։ Կարեն, երբ հասկացաք որ Երևանը հոգեհարազատ քաղաք է ձեզ համար եւ ուզում եք երկար ապրել այստեղ։ Սուտ չի լինելու եթե ասեմ առաջուվանից։ Ինձ որ հասա Երևան, այսպես երբ ինքն նայեցի եւ առաջի բանը որ ինձ համար շատ հետաքրքիր էր որ շատ մոտիկ է։ Իսկին շատ մոտ է այս երկինքը։ Թեհրանում դες չէր։ Շատ հեռու է, մի քիչ կեղտոտ է։ Բայց այդտեղ շատ սիրուն է, շատ ամեն ինչ ջերմ էր իմ համար։ Տարիներ հետո էլ որ հայրս եկավ այստեղ, ինքն էլ ասես մի օր նայեց, ասաց ես 40 տարի առաջ Իսպահանում տեսել եմ այսպես մի տեսարան։ Եվ դրանից հետո էլ որ ժողովրդի հետ եմ արդեն շփվել։ Երևանի կենտրոնում ուղղակի քայլել եմ գիշերներով, այդ խաղաղությունը շատ հետաքրքիր է ինձ համար եւ այն օրվանից երևի զգացի որ ինչու՞ չէ։
Սա երկար կարամ ապրեմ։ Եվ արդեն քանի տարի է ինչ ապրում եք Երևանում։ Մոտ 9 տարի։ Երևանը բավականին ձևափոխվել է, ավելի ակտիվ քաղաք է դարձել։ Հիմա ձեզ հարմարավետ զգում եք այստեղ։ Ես Տեհրանից եմ եկել։ Տեր ճանապարհը։ Okay, դեր ամեն ինչ okay է։ 15 միլիոնից 1.5 միլիոն էլ որ okay է։ Հասկանալի է։ Կարեն, Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու որոշումը, մայստրո Հեքեքյանի հետ ծանոթությունը, երեխաները կարծես ձևավորեցին ձեր կյանքի ճանապարհը։ Ի վերջո, որ դերն է ձեզ ավելի հոգեհարազատ, մանկավարժի, խմբավարի թե դիրիժորի։ Դե երեքն էլ հոգեհարազատ են, բայց ամեն մեկը տարբեր դերեր են խաղում իմ կյանքում։ Դիրիժորությունը իմ մասնագիտությունն է, դա իմ գործն է, դա իմ աշխատանքն է, որի համար ես շատ եմ աշխատել։ Բայց եթե մանկավարժության մասին ենք խոսում, դա մի սուրբ երևույթ է։ Ամեն մարդ չի կարողանում իրան անվանի մանկավարժ, շատ դժվար է, պատասխանատվությունը շատ դժվար է։ Դու կարաս սուր աչքերով ուղղակի մի պահ երեխաներին նայես ու իր ճակատագիրը փոխես։ Իհարկե։ Դա շատ մեծ ոնց ասացիք պատասխանատվություն է։ Երեխաների հետ մտերմությունը, մանկավարժական գործը կարելի է ասել մայստրո Հեքեքյանի հորդորով է եղել։ Մինչ այդ պատկերացնում եք ձեզ մանկավարժի դերում։ Տեսեք, ես մանկուց մի հատ բուջուրիկ այսպես թղթեր ունեմ 5-րդ դասարանից։ Ես այնտեղ գրում եմ, թե որևէ ուսուցչի մոտ ինչ եմ սիրում, ինչը չեմ սիրում։ Եվ պատկերացեք, մինչև գալիս դեպի Հայաստան, ես դեր գրում եմ։ Ես երբեք չէի սպասում, որ դառնամ ուսուցիչ կամ մանկավարժ։ Վախենալի էր, բայց ամեն դեպքում ընդունեցի եւ երեխեքը իմ կյանքը փոխեցին։ Խմբավարությանը զուգահեռ որոշ ժամանակ անց նաև սիմֆոնիկ դիրիժորությամբ սկսեց հետաքրքրվել։ Այսօր Կոնստանտին Սարաջանի անվան երաժշտական դպրոցի պատանիների նվագախմբի դիրիժորն է։ Նաև օպերայի եւ բալետի թատրոնի պատանիների նվագախմբի հիմնադիր դիրիժորն է։ Այստեղ մենք ունենք մի փոքրիկ նվագախումբ, որը կարելի է թե sense ասենք, որ մենք նոր ենք ստեղծել։ Երկար ժամանակա, որ արդեն նրանք չեն ունեցել, ըստ դպրոցը չի ունեցել նվագախումբ, մենք փորձում ենք սկզբից այս նվագախումբը ստեղծենք, առաջ տանել, արդեն այս երկրորդ տարիս է, որ այստեղ եմ, հրաշալի դպրոց է, լավ երեխաներ լիքը կան, տաղանդավորներ։ Մանկապատանեկան նվագախումբ է։ Նվագախումբ ասելով մի փոքրիկ անսամբլ է։ Այո։ Մենք դե հիմա Հայաստանում այդ խնդիր ունենք ցավոք սրտի, մենք թավջութակարներ, ալտիստներ քիչ ունենք։ Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այս երեխեքի սերը դեպի նվագախմբային երաժշտություն մի քիչ զարգացնենք, մի քիչ երեխեքը ավելի շատ հասկանան ինչ ենք անում։ Եվ այդ հույսի ենք, որ մի օր մի քիչ թավջութակարները, ալտիստները շատանան, որ մենք կարողանանք լիարժեք նվագախումբ ունենանք եւ զիլ գործեր կատարենք։ Ինչ է կարծում, ինչու են քիչ ընտրում ալտը կամ թավջութակը։ Դրա մասին մասնակետը պետք է պատասխանի, ով որ այս հարցով լուրջ զբաղվել է, բայց ես մտածում եմ, որ մի քիչ մեզ պետք է, որ երեխեքին բացատրել, թե ինչ գործիքներ են դրանք։ Այսինքն ինչի համար մենք պետք է նաև ալտ ունենանք, նաև թավջութակ։ Թավջութակից շատ եմ զարմանում, որովհետև թավջութակը շատ սիրված բայց ալտը հասկանալի է։ Հիմնականում բոլորը նամանավան երեխաները փորձում են ջութակով սկսել, դա ավելի հայտնի է եւ այլն։ Բայց լուրջ աշխատանք է պետք ընդհանուր, այսինքն նախարարությունը, քաղաքապետարանը, այսինքն բոլորով պետք է նստենք, մտածենք, որ այս խնդիրը ոնց ենք լուծելու։ Լա ենք տալիս, ու բոլորը լարում են։
նվագախմբի փորձերից բացակայել իսպար չի կարելի, քանի որ դա մեզ պարտաճանաչություն է սովորացնում, որ մենք պատասխանատու լինենք մեր ամեն արած քայլի համար։ Կարող եմ ասել, որ նա շատ խիստ, բայց բարի ու հոգատար ուսուցիչ է։ Առաջին ուզում եմ ասեմ, որ դասի ընթացքում երևի նկատեցիք, որ ինքը իդեալիստ է, այսինքն մենք կարանք մի տակտի վրա մի քանի դաս պարապենք, որ ամեն ինչ ճիշտ եւ ճշգրիտ ստացվի առանց սխալների։ Ամեն ֆորտե, պիանո, ամեն շտրիխի վրա մենք շատ ժամանակ ենք ծախսում, ինչը մեզ սովորացնում է ճիշտ նվագել, մեր արարքների համար պատասխան տալ, այսինքն սխալների վրա պարապենք ուղենք եւ որակով խումբ լինենք, որակով գործեր նվագենք։ Նրա խստությունից մենք կարող ենք նեղանալ, բայց դա պետք է հանուն լավ երաժշտության, որպեսզի լավ նվագենք։ Я его поначалу побаивалась, он был довольно строгим, но когда я его узнала поближе, он на самом деле добрый учитель, но я как поняла, он идеалист, он хочет, чтобы все было идеально, мы можем над одним тактом работать, может одну неделю, месяц. Ամեն անգամ երբ որ մենք վերջացնում ենք փորձերը, մեզ օթային համբույրներ է ուղարկում ու ասում են, որ շուտ ու լավ տուն հասնենք, հանկարծ ինչ որ բաների մեջ չընկնենք ու ընդհանուր առմամբ հա, տենց խստոտ է, բայց դասերի ժամանակ շատ հումորներ, կատակներ անում, որպեսզի մեր տրամադրությունը լինի շատ բարձր։ Այդ մի հատ ոսկի բանն ենք, օրենք ունենք, չէ, երաժշտության մեջ։ Որ ուշացար մի նվագի։ Որ նվագեցիր բոլորը կջոկեն, որ դու սխալ ես։ Որ չնվագես ոչ բան չի։ Չի ես։ Ես ընդամենը 6 ամիս է ինչ նվագախումբում նվագում եմ, բայց այս 6 ամիսների ժամանակ ես լիքը բաներ եմ նոր սովորել, ձեռք եմ բերել շատ ընկերներ, պարտաճանաչ եմ դարձել, փորձում եմ դասերից ոչ թե ժամին գալ, այլ հակառակը ավելի շուտ գալ, որ հասցնեմ պատրաստվեմ։ Արդեն մոտավորապես 2 տարի է, ինչ մասնակցում եմ այս նվագախմբին ու ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ։ Երեք չես լսում այստեղ։ Դու ռաս մեկ ես լսում անտդ։ Մեկ, չէ, մեկ տամ բիմ բամ բամ բիմ բամ բամ դիդամ ռադիդադի ադադա ճարագացած ընդ։ Ընկեր Կարենին մենք շատ ենք սիրում։ Ճիշտ է, չենք խոստովանում դա, բայց նրան շատ ենք սիրում։ Երբ որ դու նվագախմբում կամ ինչ որ անսամբլում նվագում ես, շատ հաճախ լինում է, որ դու պաուզաներ ունես լիքը։ Եվ դիրիժորը հիմնականում այնքան զբաղված է, որ քեզ մոտ չի տալու։ Լավ դիրիժորը տալու է։ Դրա համար ուզում եմ այս երեխեքը այստեղ սովորեն թե հաշվել, շատ պարտման, շատ պարտման։ Հիմա հիշեցիք, վեր հիշեցիք։ Այո, Ինեսը ջան, եղավ, ստացվեց մոտդ։ Շատ լուրջ ես այսօր։ Շատ լուրջ ես։ Գնացինք նորից։ Ժեշանո, գնաց։ Forte արդեն, forte։ Երեխաների պատճառով ես վերհիշեցի կամ նոր սովորեցի, չգիտեմ, որ մարդը ինչու պետք է ապրի։ Դու մեկա ողջ ես, շնչում ես, դու երկու տարբերակ ունես, չէ՞, որ ապրես կամ ստոպ տաս։ Հիմա եթե ստոպ չես տալիս, ուզում ես շարունակես ապրել այդ։ Դու պետք է իմանաս ինչու։ Ինձ թվում է, որ երեխաները ինձ օգնեցին, որ հասկանամ։ Որովհետև երբ որ դու ինչ-որ բան կա մեջ հետ եւ փոխանցում ես նորին, եւ ինքն էլ ինձ փոխանցելու է, եւ ես էլ ինչ-որ մեկից ստացել եմ, դա իսկականից կյանքն է, դա իսկականից կյանքի իմաստն է։ Իմ կարծիքով, եթե այս չլինի, այս շղթային է, մեր մեջ չլինի, անիմաստ կլինի կյանքը։
Կարեն Տիգրան Հեքեքյանի հետ հանդիպումը բախտորոշ է եղել ձեր կյանքում։ Ինչ կարևոր դեր է նա խաղացել։ Տեսեք, իմ երաժշտական կյանքը Հայաստանում ձևավորվել է իր շնորհիվ, այսինքն ես հիմա ինչ ունեմ ես Հայաստանում եւ ինչ նույնիսկ չունեմ, ես ստացել եմ եւ ձեռք եմ բերել իր օգնությամբ։ Նա համ եղել է իմ դասախոսը կոնսերվատորիայում եւ բացի դրանից ինքը երաժշտության ոլորտի մեջ ապրել է ինձ սովորեցրեց։ Ես կարամ մի քիչ էլ պատմեմ, որ ես ինչքան բաներ եմ սովորել իրանից այս կյանքում, թե ոնց դու պետք է ապրես, ոնց պետք է երեխեքից սկսած դու ոնց պետք է երեխաների հետ շփվես եւ այդ պրոֆեսիոնալիզմը ես իրանից լիքը բան եմ սովորել։ Մտերիմ եք։ Միանշանակ։ Կարենը երբ եկավ Պարսկաստանից Հայաստան ուսանելու, բոլորովին հայերեն չգիտեր, բոլորովին չգիտեր հայերեն եւ որոշեց զբաղվել դաշնամուրային արվեստով, ընդունվեց հայտնաբերման երաժշտական դպրոց, արդեն գեղագիտական բաժին եւ Մարինե Մարգարյանի դասարան, շատ մեծ հաջողություններ ուներ, բավականին մեծ տեմպերով առաջ էր շարժվում, շատ ջերմ կապ ստեղծվեց իր եւ Մարինե Մարգարյանի հետ, ընդհանրապես Մարինե Մարգարյանը օտարազգի ուսանողները շատ լավ աշխատում է, կամաց սկսեց հայերեն սովորել, իսկ հետո ցանկություն հայտնեց դառնալ դիրիժոր եւ ընդունվեց կոնսերվատորիա արդեն խմբավորական բաժին։ Այնուհետ Կարենը 4 տարի շատ հաջող սովորելով Երևանի կոնսերվատորիայում, էլի բավականին մեծ քայլերով ես իր հետ նախապես պարապել եմ, որպեսզի ինչ-որ գիտելիքներ ունենա եւ շատ արագ գնում էր առաջ, ինքը շատ բծախնդիր անձնավորություն էր իր հանդեպ, ինքն իր հանդեպ շատ պահանջկոտ, շատ բծախնդիր, շատ լուրջ, չնայած երիտասարդ տարիքի, պիտի ասեմ մի քիչ նման չէր մեր հայ շատ երիտասարդների, որոնք սովորում են այսպես ոնց կպատահի, որովհետև տանն են իրենց Կարենը հայրենիքից հեռու էր, պիտի ասեմ շատ սիրում է Պարսկաստանը, իր ընտանիքն է շատ սիրում, բավականին մեծ ընտանիք ունի, որ եղբայրներ, մայրը, որին շատ սիրում է, քույրիկը իր փոքրիկ եւ հաջողությամբ էր, բավական հաջողությամբ էր ընթանում ամեն ինչը, ես սկսեցի սիրել իր մարդկային հատկանիշները, դա շատ կարևոր է ինձ համար, եթե ով ուզում ես եղի, ուզում ես հարազատ ինձ համար մարդ լինի, ով ուզում է օտար լինի, ուզում է այլ ազգի կամ մեր հայ ազգի, եթե մարդկային հատկանիշները լավը չի, ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում, շատ հավանեցի եւ անդադ հետևում է իր տեսակին։ Այնուհետև թափուր տեղ բացվեց Երևանի Հայտնաբերման երաժշտական դպրոցի խմբավորական դպրոցի որպես խմբավար տեղ բացվեց եւ ես հրավիրեցի Կարենին որպես խմբավար աշխատելու։ Դեռ երիտասարդ էիք, օտարազգի ուսանող էիք, կար մտավախություն, որ երեխաները կամ ծնողները չեն ընդունի ձեզ։ Միանշանակ իհարկե, ես համ վախեցած էի, համ անհամբեր սպասում էի, թե ինչ է լինելու։ Տեսեք, եկեք լեզվից սկսենք։ Ես դեռ այո երիտասարդ էի, երկրորդ կուրսը ոնց որ դեռ չեմ հիշում, երևի ավարտել էի արդեն, որ ինքը հրավիրեց աշխատանքի։ Ես մայստրոյին ասեցի, ասի մայստրո ջան, ասենք թե ես կարողացա կառավարեմ, ղեկավարեմ եւ այլն եւ այլն, տեխնիկական հարցերը կլուծեմ, բայց լեզվի հարցը ինչ պետք է։ Ասեցի դու գիտես։ Եվ սկսեցիք հայերեն պարապել, սովորել։ Ավելի շատ։ Մինչև էլ ինձ ասում էին լավ ես խոսում, ապրես ոնց է սովորել, բայց այն օրվանից ես սկսեցի լուրջ չարենց կարտալ։ Նախ երեխաները քեզ պիտի սիրեն։ Եթե երեխաները քեզ չսիրեն, ուզում ես հանճարեղ մեկը եղի, իրենք քեզ ուղղակի չեն ընդունելու։ Այդտեղ է մի քիչ անհանգիստ, որովհետև բծախնդիր էր բավականին եւ լուրջ էր տեսքը, եւ ասում էի, տեսնես ոնց կստացվի։ Հայերեն արդեն խոսում էր, բայց ոչ այնչափ, որ շատ հանգիստ հաղորդակցվեր։ Այդտեղ էլ երկրորդ մտահոգությունն էր, միակ փոփոխանքս, որ շատ շնորհով քով է եւ պիտի ստացվի։
դու համ երեխաների հետ պետք է աշխատես, համ հայ ես, համ հայերեն լավ չես խոսում։ Զարմանալի էր ինձ համար գոնե։ Այսպես կարամ ասեմ, որ զարմանալի էր իսկականից։ Սկզբում երեխաները մի քիչ այսպես վարանելով, ջայն ջաջայը, հետո իրենց մոտ այնպիսի կապ ստեղծվեց, որ երբ որ Կարենը լքեց Սայաթ-Նովայի դպրոցը, երեխաները լացում էին ուղղակի, զանգահարում էին ծնողները, մեր երեխաները առանց ձեզ կյանք չեն տեսնում, չեն պատկերացնում եւ այլն։ Նվեր էր, իսկապես նվեր էր ցանկացած դպրոցի համար։ Ընկեր Կարենի հետ աշխատելուն պես այդ ժամանակ ես արդեն 10 տարվա փորձ ունեի մանկավարժական, բայց շատ ուսուցողական է եղել եւ շատ զարմացրել է ինձ, որ ոչ հայ երիտասարդ մասնագետ եկել եւ նման բարձր մակարդակի մշակույթ է փորձել նույնպես սերմանել մեր հասարակությունում։ Փոխադարձ երկխոսությունը երբ տեսնում էի, շատ ինձ հիշեցնում էր պարոն Հեքեքյանին, մաեստրոյին, ինչ որ sense ձեռագիրն էի տեսնում մաեստրոյի եւ դա ինձ շատ էր ոգևորում, ուրախանում էի, որ իր ուսանողը ոնց որ վերցրել է իր դասախոսից այն ամենալավագույն փորձն ու գիտելիքը ու հիմա շարունակում է իր ուղին։ Մոտ 1.5 տարի, 2 տարի առաջ ես շատ ուրախացա, որ մի հատ իրանցի Պարսկաստանի ծնված մեծացած մի երաժիշտ Հայաստանումն է եւ հոյակապ տիրապետում է հայ լեզուն եւ հոյակապ դիրիժոր է եւ ավելի ուզեցի մոտիկից ծանոթանամ եւ գնացի այն ժամանակ Սայաթ-Նովայի դպրոցը եւ տեսա իրան աշխատանքը երեխաների հետ եւ շատ զարմացա եւ հիացած էի։ Մայստրո Չեկնավարինի հետ շատ պատահական մենք ծանոթացանք, ասեց ուրախ եմ, որ դու պարսիկ ես, այստեղ կամ իրանցի ես եւ այստեղ դիրիժոր ես, խմբավար ես, հայերեն լավ ես խոսում եւ ասեց այս Ռոստամո Սոհրաբը լինելու է շուտով օպերայում։ Ես էլ անգեղծ ասած համ ամաչում էի ասեի, համ չէի ուզում այդ պարսիկները գիտեք մի ձև մենք ամաչ կոթենք։ Ասեցի շատ ուրախ եմ, կլինի ես ուղղակի կամ փորձերին նստեմ լսեմ։ Ասեց բա իհարկե։ Օրեր անցան մի օր ասեց արի օպերա եւ գնացինք մայստրո Դուրգարյանի մոտ։ Իր հետ խոսել եմ ժամանակին, հանդիպել եմ, ինքն էլ հետաքրքրված է եղել Ռոստամո Սոհրաբով եւ ես շատ ուրախացա, ու ինքը իմ հրավերս ընդունեց, որ ավելի մոտիկ համագործակցենք եւ նրանից վերջ շատ երախտապարտ եմ մայստրո Կարեն Դուրգարյանից, որ ինքը ներգրավեց նաեւ իրեն աշխատանքի համար։ Ու մայստրոն շատ մեծ լումա ունի այս գործի մեջ, մայստրոյի շնորհիվ վերադարձա Հայաստան եւ այդ վերադարձն է, որ ինձ նաեւ մոտեցեց, մոտիկից ծանոթացա նաեւ իմ սիրելի ընկերոջս հետ։ Եվ մայստրո Կարեն Դուրգարյանը ինչ-որ նոր էջ բացեցին կյանքի գրքում, ինձ ընդունեց աշխատանքի որպես դիրիժոր հենց եւ իր շնորհիվ հիմա ես օպերայում եմ եւ փորձում եմ էլի երիտասարդների հետ։ Ես հպարտ եմ, որ իրանցի եմ, ոչ թե այն պատճառով, որ ես այնտեղ եմ ծնվել, այլ այդ պատճառով, որ ես իրանական մշակույթը տեսել եմ իմ կյանքում։ Ես տեսել եմ, որ մարդիկ ոնց են իրար հարգում, դժվար օրերին ոնց են իրար օգնում։ Ես տեսել եմ իմ կանայք, մեր կանայք ինչքան ուժեղ են։ Ես շատ փոքր եմ, որ ինչ-որ բան նույնիսկ մաղթեմ իմ երկրի համար, որովհետև այդ երկիրը այնքան մեծ է եւ այնքան լուրջ պատմություն ունի, որ ինչ էլ լինի, ժողովուրդը կհաղթահարեն, մեկ է։ Բայց իմ համար եմ մաղթում, որ ես մի օր կարողանամ այնտեղ, ինչու՞ չէ, շուտով այս Ռոստամո Սոհրաբի օպերան այնտեղ կատարեմ իրանցիների հետ եւ հայրին հրավիրեմ եւ ես վստահ եմ, որ ժողովուրդս միշտ էլ հաղթելու։ Իրանցի երիտասարդը իր մասնագիտական բարձր որակները հայ ազգային երաժշտությանը ծառայեցրեց։
եւ հայ դասական երաժիշտների բարձր գնահատականին արժանացավ։ Սերը իր գործի հանդեպ իրանցի երաժշտին հավերժ կապեց մեր երկրին։ Նա մեկ երազանքել ունի, որ հայ պատանիները նաև պարսկական երաժշտություն կատարեն։ Հայ-իրանական երաժշտական համագործակցության մեջ նոր էջ բացվի եւ միջմշակութային հաղորդակցությունը լիարժեք կայանա։